Բոլորին ողջույն։ Շատ է եղել, որ ես ինքսից հարց եմ տվել, ասել եմ ոնց էլ ավելի, որ 18 թվին այդքան մարդ հելավ Սերժ մերժեց ու իշխանության բերեց ոմն մեկին ու մանուն ազգանուննա Փաշինյան Նիկոլ։ Ես միշտ այդ ամեն ինչը բացատրել եմ ինքսի մեջ, ինքսիմ համար բացատրել եմ, գիտեք ինչով է, որ նախկին իշխանությունները կոպիտ ենել է, պիրտ ենել է, ինչ որտեղ միգուցե եւ կոռումպացված են եղել։ Այդ այնց էլի, որ ասենք ժողովրդի մեջ, ու այդ ձև եմ փորձել բացատրեմ, որ ժողովուրդը հոգնելով, չգիտեմ, միտեղ այդ ամեն ինչից նադալնելով, ժողովրդական խոսքով լեզվով ասած, հելավ Սերժ մերժեց։ Համի շատերը համացանցային պայքար կամ իրական պայքար են տանը, որպեսի, ոչ թե որպեսի, այլ Նիկոլի դեմ, կոնկրետ Նիկոլի դեմ։ Կա չէ տենց բան, կա։ Հաշվի առնելով Նիկոլի տարած ոչ հայամետ քաղաքականությունը։ Լավ, ասենք Նիկոլին ուզում եմ այդ հարցը ուղղեմ բոլորին։ Ասենք Նիկոլին հանիկ այդ աթոռի վրից։ Հանեցինք, ախպեր, այդ աթոռի վրից հանեցինք։ Բան Նիկոլա նմանների հետ ոնց եք պատրաստում վարվեք, եկող իշխանություն, ով որ պտի գա ու այս էփած բորշը, որը էփելա Նիկոլը, պտի փորձի մարսեցնի ժողովրդին ու ազգին։ Ոնց եք փորձելու այդ մարդկանց դեմ պայքարեք։ Ես դրա մեթոդաբանությունը չեմ կարողանում հասկանալ։ Իմ համար շատ դժվար է դա հասկանալը։ Ընկալելու, հասկանալու խնդիր չունեմ ես։ Ցանկացած դրամաբանական խոսակցություն հարց ես փորձում եմ վերլուծեմ հասկանամ։ Ուղղակի Նիկոլի հոգեբանությամբ տառապող, ոչ թե տառապող, այլ այդ հոգեբանությունը իրանց մեջ սերմանած, արմատավորած մարդ եթե չթողի ոչ մի հոգեբանություն չի կարա իր մեջ արմատավորվի։ Սա իմ անձնական կարծիքն է։ Այսինքն մարդը կարա տնա շատ վատ բաներ իր կյանքում։ Լիքը վատ բաներ տնա, բայց չընդօրինակի, չկրկնօրինակի։ Տենա անցնի առաջ, ինքը միշտ լավ է իր մեջ կրկնօրինակի։ Բայց մեր ուզենք թե չուզենք մեր հայ հասարակության մեջ կա մարդկանց հատված, ովքեր այսօր ընդունում են Նիկոլի տեսակը ու իրանք փորձում են նմանվել Նիկոլին։ Համի շատերը կասեք ինչ ես մտե, փիլիսոփա եմ, արա պարապես մնաց է։ Ոնց որ մի քանի ճոռոմա բանվածներ գրում են YouTube-ի մեջ հատկապես։ Դե Facebook-ի մեջ չեն կարա, որտեվ Facebook-յան կոմենտարները մենակ իմ ընկերների համար է։ Facebook-յան ընկերների նկատում եմ։ Այն ինչի մասին ես հիմի խոսում եմ, դա օդից վեկալած, օդից վերցրած թեմատիկա չի, թեմա չի։ Ուզում եմ հիմա հարց տամ, տեսեք, լիքը դեպքեր կան, որտեղ հանգիստ է տղա, առանց բավարոտ, լիքը դեպքեր կան, որ Նիկոլ Փաշինյանը գնալով այս կամ այն երկիր, չէ, մենք չենք կարա դաժախտենք։ Օրինակ երեք գնաց Էստոնիա, այն պոպոկ պնդուկ ծախողի գլխարկով, հա գնաց, էլ ես բանի տեղ չեմ դնում։ Պրոստը մտել էի կոմենտ էի գրե, Էստոնիայում սկսավ դելիմիտացիան ու դեմարկացիան։ Վсё, էլի սենց, որ սրդա հովանք։ Ոչ մի կոպիտ խոսք չէի գրե։ Բայց մենք ամբողջ ազգով ու հանրությունով տենում ենք, չէ, որ այս մարդը, որ երկիր ուզում այցելի, այդ երկրում գտնվում են հայ համայնքի որոշակի ներկայացուցիչներ, ովքեր ընդունում են այս մարդու, չգիտեմ էլի, այդ սենցունում են, ողջունում են, հա, շատ դեպքերում, շատ երկրներում, այս վերջերս տենց դեպք եղավ։ Նիկոլ իր հետ տանում է մի հատ մեծ դելեգացիա, հետո նստում է այդ հյուրասենյակի կամ զալի մեջ ու հայ հանրությանը ցույց է տալի, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ ինձ ընդունում են որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար։
Բայց ընդ նստած ասենք, չգիտեմ, Ստյոպիկ Սաֆարյանը, խոսքի օրինակ, որը չի մտնում տվյալ երկրի հայ համայնքին այդ մարդականակի մեջ, մարդականակ կոպիտ եմ ասեմ, թող մեր հայ համայնքի ոչ մի երկրի ներկայացուցիչ չնեղանա։ Ընդ նստածած չգիտեմ, Նազելի Բաղդասարյանը, ծծեր Նազոն, Նաստար, վնիմանյու մարշ, գիտակից հայ է հասկանում է, չի ասենք, որ լավա կարմիրի տակ չեն սա, որ այդ ամեն ինչը թատրոն է, բայց այն մարդիկ, ովքեր քիչ են օգտվում համացանցից, քիչ են օգտվում YouTube-ից, չգիտեն, որ Նազոն Նիկոլի մամլո խոսնակն է, կամ Ստյոպիկ եւ Սեդա Սաֆարյանները չես ջոգում, ջևիկ են, թե արու են երկուսն էլ, այդ մարդիկ իրանց ուղեղի այդ գանգուղեղային մտածելակերպի մեջ միտեղ մտածում են, որ Նիկոլին ընդունում են ամբողջ աշխարհում։ Հետո իրանք հարց են տալի, ասում են լավ, ես ինչի մար պայքարեմ Նիկոլի դեմ, եթե հայ հանրության մի որոշ հատված ընդունում է սրա տեսակը։ Ես հարց չունեմ ոչ մի հասարակ քաղաքացու։ Հասարակ ասելով են շարքային քաղաքացուն, ով ուղղակի ունի, չգիտեմ, ապրելու գերխնդիր։ Մի քիչ պիշ շեղվեմ, որտեղ քշելով եմ խոսում, ստել հեղեղ է անձրևը։ Ունի, չգիտեմ, ապրելակերպի գերխնդիր։ Բայց եթե խոսքը վերաբերվում է ներկա օրերին հայ մտավորականությանը, ես ունեմ հարցեր, որտեղ ցանկացած երկիր աշխարհի ներկայանում է իր մտավորականների, չգիտեմ, ստեղծագործություններով, իր երգահաններով, իր դիրիժորներով, իր դերասաններով, այսինքն մեր հանրության սերուցքը դուք եք։ Մեր հայ հասարակությունն ու հանրությունը ձեզանով է ներկայանում աշխարհին։ Եթե Նիկոլի հետ հանդիպի ասենք խոսքը օրինակ շարքային Պողոս Պողոսյանը, ես կարամ չընդունեմ այդ տարբերակը որպես հայ։ Կարամ հարց նայեմ այդ փաստին, բայց ես չեմ կարա Պողոս Պողոսյանին խոսքի ասեմ, արա խես հանդիպեմ մեկի հետ, ով այսքան քյալլակ բերեց մեր երկրի գլխին։ Բայց երբ Նիկոլին ընդունում է մեր բոլորի իմ հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, այսինքն իմ հայ առաքելական, մեր բոլորի հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը, ակամայից իմ մոտ հարց առաջանում, ուզում եմ դիմեմ այդ մարդուն, ասեմ եղբայր, կամ հարգելիս, կամ մեծարգո սրբազան հայր, պահպանելով էթիկայի եւ էսթետիկայի բոլոր նորմերը։ Հարց ուղղեմ, ասեմ, դու ընդունում ես մի մարդու, Վազգեն Միրզախանյան, ով արգելում էր Գարեգին երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Դու ընդունում ես այդ տարբերակը, որպես հայ առաքելական եկեղեցու սպասավոր եւ զավակ, առավել եւս բարձրաստիճան հոգևորական։ Դու ընդունում եւ ողջունում ես մեկին, ով հայ տղեկի այդ զոհված տղեկի մասունքները լցել էր մեշոկների մեջ, գցել էր ինչ-որ հիվանդանոցի պոլերին, հա, պահում էր նկուղներում։ Դա է իմ հայ առաքելական եկեղեցու սպասավորներից մեկի դիրքորոշումը, այդ դա չեմ կարողանում հասկանալ։ Էլ եմ կրկնում, հասարակ շարքային քաղաքացին, երբ որ խոսում է Նիկոլի հետ, ձեռով բարևատալի, ասում է պարոն վարչապետ ջան, այդ մարդը ունեցել է իր ղեկավար կազմի հետ շփման խնդիր։ Դրա մասին խոսեցի սկզբում։ Հեսա մի չետո կկայնեմ, նորմալ կխոսամ։ Բայց երբ որ աշխարհին ծաղրուծանակի ենթարկած, աշխարհով հային ծաղրուծանակի ենթարկածին ընդունում է իմ հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներից ամենաբարձրաստիճան սպասավորներից մեկը, այդ տարբերակը ես չեմ կարողանում ինքսի մեջ մարսեմ, ոչ թե ընդունեմ, այլ մարսեմ։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն Արցախում ինչ-որ մեկի դու ընդունում ես ինչ-որ մեկին, լավ, դու չասեմ, դուք
Դուք ընդունում եք ձեր ներկայությամբ իրան ինչ-որ պատվի եք առնում ինչ-որ մեկին, ում արկածախնդրության պատճառով Արցախում պղծվել ու պղծվում են հազարամյա հուշակոթողներ։ Հետո դրանից հետո դուք ասում եք, ես հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվն եմ։ Վազգեն Միրզախանյան, քո հետ եմ։ Ուղղակի այդ ազգանունը ինչ շատ միտեղ հարազատ ազգանուն է, կապված ինչ-որ մարդու հետ։ Ես դրա համար քեզ կոպիտ բան չեմ ասում։ Դու ընդունում ես քո ձեռք ես սեղմում, ընդունում ես, ողջունում ես մեկին։ Պարոն Միրզախանյան, արքեպիսկոպոս։ Ում համար մեր զոհված տղեկը չունեին ոչ մի արժեք։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չէ։ Հա? Թե չես հասկանում։ Ինչ է նշանակում քո հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ ընդունում է մեկին, հա? Իր այդ, չգիտեմ, նստավայրում կամ ինչ-որ միտեղ։ Հələ կներեք մի հատ պարկովկա ալեմ, ստե, հետակայն եմ, էլի։ Ես ասեմ պարկովկա, կասեն էդ ինչ է։ Այդ է սխալ եկալ, գիտես։ Բայց ինչ-որ է, լավ։ Так։ Ընդունում է մեկին, ով, ասենք, մեր տղեկի մասունքները գերիներ, իրա բարձր հովանու ներքո, մեր զոհված տղեկի մասունքները ինչ-որ պատվալում գցած էին։ Բայց այդ երեխեքի ծնողները բառիս ամենաուղիղ իմաստով եւ փոխաբերական իմաստով գժի պես իրանց երեխեքի մարմիններն էին մանգալի, որ բերեն հանձնեն հողին։ Գոնե դրանք դա լինի մխիթարանք։ Չէ որ մեր հայ առաքելական եկեղեցու հարյուրավոր, հազարավոր սպասավորներ, դրանք լինեն քահանաներ, չգիտեմ, սարկավակներ։ Երբ որ տեղի ունենում տնից տեղից հեռու հուղարկավորություն, իրանք մխիթարանք, սփոփանքի խոսքեր են ասում։ Մահացած մարդու հարազատներին։ Ճիշտ եմ թե չէ։ Բա դուք որպես ինչ եք ընդունում մեկին, ով գալիս է Էստոնիա եւ ասում է կրթվել է նորաձև է։ Այսինքն կրթվել է նորաձև է։ Դուք որպես ինչ եք, մի րոպե էլ եմ կայնեմ նոր խոսամ, արդեն ոնց որ ներվես խախտվավ իրար։ Իմ հիստերիան որ բռնամա բրծավ։ Դու որպես ինչ ես ընդունում մեկին, պարոն Միրզախանյան, ում երեխաների մայր է կանգնած լինելով Սյունիքում, ասում մենք ունեցել ենք 11,000 դավաճան, կռվից փախած։ Դու համաձայն ես այդ մտքի հետ։ Չէ։ Բա որպես ինչ ես այդ մարդուն դու ընդունում։ Լավ, ընդունում ես, լավ ես անում, հարց չկա, որպես տարբերակ, ընդունեմ այդ տարբերակը, ընդունես, հարց տվեցիր, ինչի գնացիր կանգնեցիր Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, գոռացիր Արցախը, Հայաստանը եւ վերջ, թքելով բանակցային ողջ փաթեթի վրա։ Արի չհասկացար, պոլիտիկայից հեռու էիր, չգիտեմ, մեծ գործընթացներից հեռու էիր, ուզեցար իբր թե որպես հայրենասեր Նիկոլ, բայց իրականում թուրք բոզզի տղա։ Խառն է ժժլես աղ ամեն ինչ։ 21 թվի նախընտրականի ժամանակ, ինչի, որ հելել էիր, քարոզ էիր ասում էիր, ով կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, թողա կանգնի մեր կողքին։ Ինչ է լավ քո բառերին տերկայնելը։ Որպես հայ հոգևորը առաջնորդներից մեկը արքեպիսկոպոս, դա բարձր կոչում է, ես գիտեմ դա։ Հարց տվել ես, ասես, պարոն Կապիտոլյան բոզզի տղա, մեր գերիներն ուր են։ Անհետ կորածների հարցով քո նգնն, արաբատ պորնիկի ծնունդը, ինչ կտրվածքով է զբաղվում, որ ամեն անգամ ցենց ամիսը մեկ ճպստում եք հայտարարությունը։ Մենք այդ հարցով զբաղվում ենք։ Մենք այդ հարցով ոնց եք զբաղվում։ Ախր էլի յան ազգանունը կրող մարդիկ կան մեր այսօրվա իրականության մեջ, որ իրանց երեխուն փորձում են գտնեն գոնե մասունքը, իրանց երեխուն տվել են պետությանը, բայց հետ չեն ստացել ոչ երեխուն, ոչ երեխու մասունքը։
Դու որպես արքեպիսկոպոս կարողանում ես հասկանալ այդ մարդկանց հոգեվիճակը։ Չէ՞ որ դա կապված է այդ մարդկանց հոգևոր ներաշխարհի հետ, իսկ դու հանդիսանում ես մեր հոգևորական, մեր եկեղեցու հոգևորականներից մեկը։ Կամ հարց տվել ես Նիկոլ Փաշինյանին, ում ընդունել ես։ Պարոն Փաշինյան, պարոն Նիկոլ։ Այտենց կուլտուրական հարց տուր։ Ասա, երբ որ ձեր անմիջական կարգադրությամբ եւ հրամանով մայիսի 18-ին արգելում էին Գարեգին երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, դրանով դուք մեզ բոլորիս միջազգային հանրությանը, հայ հանրությանը ինչ էիք փորձում ապացուցած լինեիք։ Հա, լավ, արգելեցիք, քաշքշեցին ոստիկանները կաթողիկոսին, մեր կաթողիկոսին ուղեկցող մարդկանց, քաշքշեցին, չէին թողում, դա մեր ազգային խայտառակությունն է։ Ես էլ կարամ չսիրեմ կաթողիկոսին։ Հիմի մարդիկ կասեն, մտեք Գարեգին երկրորդ ես պաշտպանում։ Ոչ, ես իմ առաքելական եկեղեցու առաջնորդին եմ պաշտպանում։ Այդքանով հանդերձ ես իմ եկեղեցուն եմ պաշտպանում։ Հասարակ օրինակ, պարոն Վազգեն Միրզախանյան, ես որպես աշխարհիկ անձ կարամ չսիրեմ ձեզ որպես հոգևորական, չընդունեմ ձեր մարդ տեսակը, բայց ես հայ առաքելական եկեղեցու զավակ լինելով, մկրտված լինելով Սուրբ Մեռոնով, ես ուղղակի պարտավորված եմ ընդունելու ձեր ասած ամեն խոսքը, ինչը վերաբերում է իմ կրոնին, իմ դավանաբանությանը, իմ կրոնագիտությանը, իմ եկեղեցու պատմությանը։ Որովհետև եթե ես չընդունեմ, նշանակում է ես այլևս դադարում եմ հայ լինել առաջնահերթ, հետո նոր դադարում եմ քրիստոնյա լինել։ Որպես մեծ բարձրաստիճան հոգևորական հարց տվել ես Փաշինյան Նիկոլին, ինչ է այսօր դասավանդվում Հայաստանի Հանրապետության դպրոցներում պատմության գրքերում, ինչ է գրած։ Ինչ է գրած, հարց տվել ես, չէ՞ որ եկեղեցու շնորհիվ, մեր եկեղեցու շնորհիվ մենք տարիներով պահպանել ենք մեր ազգային ինքնությունը, եկեղեցին է պահել, ինչ որտեղ գողացե մեր գիր ու գրականությունը տարեպահել են մութ ու խոնավ քարանձավների մեջ, որ մենք չկտրվենք մեր արմատական ինքնությունից, որ չվերածվենք ջուջու ցեղերի։ Դրա համար ես շնորհակալ եմ մեր եկեղեցուն։ Բայց այսօր 21-րդ դարում ես չեմ ընդունում այն տարբերակը, որ մեր հայ առաքելական եկեղեցու սպասավորներից մեկը կարա ընդունի մեկին, ով ասում է Արցախը երբևիցե մերը չի եղել, տղերքը զոհվել են հանուն ոչնչի, ու մեր երեխեքիներն ասում է մենք ունենք 11,000 դավաճան։ Ոնց եք դուք դա ընդունում։ Եկեղեցին խոսք չունի ասելու Վազգեն Միրզախանյանին։ Ասի ապեր, էս ինչ ես անում, մեծարգո հոգևոր հայր, էս ինչ ես խոսում։ Էս ում ես ընդունում քո մեր հայ առաքելական եկեղեցու կամաների ներքո, քո գրասենյակում, քո նստավը, էս ում ես կանչում քո մոտ։ Ունի ասելու եկեղեցին խոսք, ունի, բախյալ լռում եկեղեցին։ Հարգելի Արշակ Սրբազանը խոսելով ինչ որ կրոնական միջոցառման ժամանակ ասեց պիտի նզովյալ լինի, ցիտում եմ այդ մեր Արշակ Սրբազանին։ Նզովյալ լինի, նզովյալ պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր փորձում են ուրանալ հայոց ցեղասպանության փաստը եւ ժխտել այն։ Այդքանով հանդերձ ես զարմանում եմ, ոնց է Վազգեն Միրզախանյանը ընդունում իր կամանների իր գրասենյակում մեկին, ով ասում է հələ մենք պիտի ճշտենք հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հային, ոնց են դրանք մահացել։ Դու քո կամաների ներքո, պարոն Վազգեն Միրզախանյան, պարոն Սրբազան, ընդունում ես մեկին, ով ասում է ցիտում եմ Նիկոլ Փաշինյանին։ Ցեղասպանության, մենք հանդիսանում ենք ցեղասպանության գենետիկայի կրողները, այսինքն ով հայկական սահմանի կանգնած զինվորին չկրակելու հրաման է տալի։ Ով հայ հանրության մեջ սրսկում է միտքը, որ եթե մի թշի տապտակում են, մյուսն էլ դեմ տուր։ Դու մատաղացու գառ ես։ Ես չեմ ընդունում այդ տարբերակը։ Դու ողջունում եւ ընդունում ես մեկին,
ում արտաքին գործերի նախարարը Արցախում պապիկ մորթած բոզի տղու վերաբերյալ միջազգային բողոքը հետ կանչեց։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված բաց թողեց դրան։ Էն էլ մեկնեց Ադրբեջան։ Որպես Ադրբեջանի ազգային հերոս, որ արցախցի պապիկ էր մորթում։ Հիմա ուզում եմ հարց տամ բոլորին։ Երբ որ այդ կադրը նայում եք, ոնց են պապիկին քաշքշելով, թևերը դնելով իրանց ոտի տակ, դանակը դնում վզին ու մորթում որպես մատաղացու։ Դուք ձեր մեջ ինչ եք զգում։ Հե՞։ Եթե դուք հայ եք իրապես կոչվում։ Ինչ եք զգում։ Օրինակ իմ մեջ այդ պահին միայն խոսում է Արյան Ծարավը։ Որտեվ ես կորցրել եմ աղբոր տղա, ես կորցրել եմ աղբեր։ Ես այդ փաստը տեսել եմ, դա մոնտաժված կադրեր չի։ Դուք ինչ եք զգում որպես հայ։ Էլի հարց չկա, սիրեք Նիկոլին։ Բայց այդ պահին եւ դուք ամեն մեկը հայեր ջան, ուղղակի մտովի պետքա պատկերացնեք, դա կարող լինի ձեր ծնողի հետ, ձեր բարեկամի հետ, ձեր հորեղբոր հետ։ Նույն հաջողությամբ, խաղաղության նպատակով։ Ես չեմ ուզում դուք լուր արտասվեք, հասկանալով, որ ձեր հորեղբորը, ձեր հորը, ձեր պապիկին մորթել է թուրքը։ Ու խնդմա ձեր վրա։ Ես դա չեմ ցանկանում։ Իմ խոսալու հիմնական այդ գործոնը դա է։ Թե չէ ես խոսալու խնդիր չունեմ։ Հանրությանը ներկայանալու խնդիր չունեմ։ Ոչ որ մի պարվաբոզ մտնի գրի, մեր Նիկոլին մի ասա չորքակը դու ես։ Հիմա բերանս կբացեի, հա։ Հիմա ես որ բերանը բացում եմ անկախզից աշկերտս փակվում է։ Ձեր նման կլիմաքսից քայքայված ագարկեքը շնչում են հայոց օդը։ Պոռնիկներ։ Դուք ձեր էության պոռնիկ եք։ Թուրքի խեռի կարոտ պոռնիկ բոզի վաստակ եք։ Ես էլ եմ ասում, հա, վաղ թե ուշ պետք է հարևան երկրների հետ այդ շփումը լինի, բայց եկեք այնց անենք, որ չլինի մեր ազգային ինքնասիրության հաշվին։ Գոնե այնց անենք, որ հարևան երկրի ներկայացուցիչները դա կլինի թուրք թե ադրբեջանցի։ Ինքը հայի հանդեպ ագրեսիվ քայլ կատարելուց առաջ ինքը իր մեջ վերլուծի, ասի լսի, խոսքի։ Ինքը իր հետ խոսա, ասի եթե ես այդհամ սրա հորեղբորը մորթեմ, վաղը կարող է սրա աղբոր տղեն ինձ մորթի կամ իմ երեխուն։ Դա պիտի իրանց մեջ լինի, այլ ոչ թե իրանց մեջ լինի անպատժելիության մթնոլորտ, որը քարոզվում է իրանց երկրներում եւ նույն բանը քարոզվում է մեկ այլ տեսանկյունից Հայաստանում։ Մենք գնում ենք խաղաղության, մենք չենք կրակում, սահմանին զինվորազոհվում, Պապիկյան Սուրոն լուռա։ Պապիկյան Սուրենը Նիկոլ Փաշինյանի գովքն է անում։ Իր էջով։ Պետությունն է ասում քաղաքացու տեր, այսինքն ահա էլի պետությունն է քաղաքացու տերը, բայց մեր քաղաքացին պարտավոր է պաշտպանված լինի պետության կողմից, թե չէ։ Այ հենց այդ փոքր հատվածն է, որ ես չեմ կարողանում ընկալեմ, հասկանամ։ Ոնց էլի։ Միջազգային բողոքի հիման վրա, հիմա շատերը կմտենք ասեն դոգական է։ Ես վստահ եմ, մեր ազգի մենտալիտետի մի մասը այդքան է զարգացած։ Չես կարա խոսքի օրինակ 4-րդ դասարան ավարտած մարդու հետ խոսած ասպիրանտուրա սովորելու հիմունքներից, բժշկա գիտությունից, չես կարա խոսած ինչ-որ աստվածաշնչյան գաղափար, չես կարա այդ մարդու հետ խոսած իր ուղեղի պարունակության համար, այդ վсё չուժդա, չի ընկալում, ինֆորմացիան գալի խփում է իր ուղեղին, որ պիտի ընկալվի, ադբիտ անեմ, էթմեյան։ Այդքան հանդես ես չեմ հասկանում էլի։ Ոնց կարելի է Նիկոլից պահանջել հայրենասիրություն, Նիկոլից պահանջել
Հայաստանի շահերի պաշտպանում, Նիկոլից պահանջել, որ մեր հայազգին չնվաստացնի իր պոպոկ պնդուկ ծախողի գլխարկով։ Իր լկտի պահվածքով, իր կնոջ լկտի պահվածքով, ով ես իմ աբարանում էր, որտեղ կրթվել է նորաձև է ցուցանակ էր խփե, մենք 21-րդ դարում չենք եղել, մենք 21-րդ դարը չենք տեսել։ Դա կոչվում է երկրի առաջի դեմքի կանգա խոսքեր, ոնց մենք 21-րդ դար չենք տեսել։ Այսինքն, մենք 21-րդ դարում չենք եղել, բա որտե ենք եղել։ Այ ղռերի կապիկ, կատու են ասում քեզ, բայց դու կապիկից չես տարբերվում։ Կապիկ էլի են, որ նայում ես, սկի կնգա տեսք չկա քո վրա։ Ընդհանրապես, հայ կնոջը, հայ աղջկան հարիր, դու դիմագծեր նույնիսկ չունես։ Այս սիոնիշ ջհուդի հմե ասել էի, արտաթորանք։ Եթե հենց ընես չի, քո մերը ջհուդա։ Հերետ էլ անհայտ է ով է։ Մեր պարլամենտական ընդդիմությունից որևէ մեկը հարց տալիս է Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, քո կնգա հերն ով է։ Իմ համար հետարքիր է, առաջի տիկնոջ հերն ով է։ Աղջիկ ջան, հերդ ով է։ Դուս քո մերը, դեն ջհուդ մերը Սուրբ Հոգուց աղիած է։ Հերդ ով է։ Այ վաքսի վրի մեյմուն։ Որ հել է գնացել ես Աբարան, Երևան, կրթվել է նորաձև է, ու նայում ես նույն դեմքի, նույն ֆիզիոնոմիայի մարդիկ, չի տարբերվում հայացքները։ Մի հատ բրոշուլ ձեռները, սենց ֆիքսված, ոնց որ շիֆրի մխով մխածել են դե։ Նստած լսում են, ում են լսում։ Դուք լսում եք մեկին, ով ասում է, ով ասել է Սյունիքում, որ մեր ազգի մեջ եղել է 11,000 դավաճան։ Դուք ընդունում եք այդ տարբերակը։ Հա։ Բա որ 11,000 դավաճան ենք ունեցել մեր կռվող տղեկի շարքում։ Հարց չեք տալի Նիկոլ Փաշինյանին։ Ինչի էր հելե գոռում Սամինոր Սարդարապատ է։ Եկեք գնացեք մատաղացուի պես կրակի բերան։ Տրամաբանության մեջ եմ ասեմ այդ հարցը, թե չէ։ Եթե դու որպես գլխավոր հրամանատար եմ, որ բերանած սարքել է իր կանացի ուղղահայաց ժպիտ, վերտիկալնա ուլիպկա, փրփրոտած բոզ։ Հելը ասում էր Սամինոր Սարդարապատ, չեմ ուզում քո ձևերն անեմ, որտեվ քո նման ուռոտ էս աշխարհի երեսին չկա։ Որևէ մեկը չկասկածի իմ հրամանատարական հատկությունների վրա։ Դու ես չի ասում Փաշինյան Նիկոլ։ Եթե քեզ գալիս զեկուցում էին, ասում էին ֆրոնտում մեր տղեկի վիճակը լավ չի։ Կան մի շարք դաստով, կալոդով, կան բոզի բալա հրամանատարներ, ովքեր կամավորներին, 18 տարեկան երեխեքին տանեմ դնում են դաշտի մեջ, ովքեր չգիտեն ոչ հյուսիսը որն է, ոչ հարավը։ Բայրակտարի գալի խփում ոչնչացնում։ Արի գայնսա այս կռիվը։ Գայնսա մատաղ սերունդը մի տար, կրակի բերան մի կոտորի։ Նիկոլն ինչ էր ասում այդ վաղ։ Ես որ կռիվը կանգնեցնեի, ինձ կասեին դավաճան։ Դու կռիվը կանգնեցրիր մեծարգո պոռնիկի ծնունդ։ Շուշին հանձնելուց հետո հարյուրավոր անհետ կորած տղեկի փաստից հետո գերիների գերեվարվելուց հետո Հիմի քեզ չեն ասում դավաճան Նիկոլ Փաշինյան։ Ես խոսում եմ հասարակ մարդկանց մասին, ոչ պարլամենտական ընդդիմության։ Այն որ լեզուները մազոլ է հետանցքդ լիզելով, որ իրանք պարգևավճար ստանան։ Հələ ուզում եմ հարցնեմ այդ պարգևավճար ստացող ընդդիմադիր պատգամավորներին։ Դուք ասում եք Նիկոլը քխա, չէ՞։ Ասիկ։ Ամեն անպատե կորակ դրա մասին։ Это կելնեք, это ձեր շորեր ճղեք, կսեք տիկտո, я զյոբրա։ Ես ընդդիմադիր եմ, արծվիկ են, մյուս են, չէ՞։ Նույն ձեր ասած դավաճան, ձեր ձևակերպմամբ, ես էլ եմ ասում դավաճան, բայց դուք հանդիսանում եք ներկայիս ազգային ժողովում որպես պատգամավոր, առավել քան ընդդիմադիր թևի ներկայացուցիչ,
առավել եւս։ Դուք ասում եք դավաճան, ձեր կարծիքը ավելի լսելի է հայ հանրության համար։ Ճիշտ է։ Դուք ասում եք, որ մենք պայքարում ենք Նիկոլի օրակարգի դեմ։ Ասում եք։ Բազմիցս եք ասել։ Ես որպես բմբուլով հնդիկ, ով բան չի հասկանում այս ամեն ինչից։ Մի հատ հարց եմ ուզում ձեզ տամ։ Պարգևավճար ստանալուց այդ գումարը դուք վերցնում եք, թե չէ։ Նույն ձեր ձևակերպման դավաճան իշխանության կողմից Հայաստանի քաղաքացու վրա թքող, ինքը իրան օտպուսկ ուղարկող Ալեն Սիմոնյանի կողմից, երբ որ հրաման աստորագրվում, որ պետք է տանք պարգևավճար, վերջ, պետք է տանք, պարգևավճարը, որ գալի նստում է ձեր քարտի վրա, դուք այդ պարգևավճարը ծախսում եք ձեր անձնական կարիքների համար, թե չեք ծախսում։ Հարց եմ տալի բոլորիդ։ Տրամաբանության շրջանակներում առանց վիրավորել ձեզ։ Արծվիկ Մինասյան, ծախսում ես դու այդ պարգևավճարի գումարը։ Թող դա լինի 1000 դրամ կամ 1000 դոլար։ Ծախսում ես, ճիշտ է։ Բայց եթե դու քո ձևակերպմամբ դավաճան իշխանության կողմից տրվող գումարը նա ուռա ծախսելով ֆրֆռում ես, դու իրավունք ունես ասես այդ փողը ծախսելուց հետո, որ ինքը դավաճան է։ Չէ։ Եթե հելնես ասես ինքը այդ նույն քո ասած դավաճան իշխանությունը կարա ֆռա ասի դու էլ ուտողուրացող բոզի տղա ես։ Ու ինքը դրա հիմքերն ունի։ Ինքը դրա հիմքերը լրիվ ունի։ Ինքը քեզ տալիս է քեշ փող, ասում է գնա ծախսի քո վրա, քո կնգա վրա, քո ընտանիքի վրա, քո երեխեքի վրա։ Այդքան դու հելեմ այդ մարդուն ասում ես բայի տղա, հա։ Կասի ես ինչ ես անում։ Ես քեզ փող եմ տալի, որ դու հենց հելնես ինձ ասես դավաճան։ Ուզում եմ հասկանամ, էլի, այդ կտրվածքով ձեր ընդդիմադիր պահվածքը ո՞րն է։ Հե՞։ Լավ եք զգում ձեզ։ Հով լրված եք, չէ՞ ազգային ժողովում։ Ախր այնքան հետարքի տրամաբանություն ունեք դուք։ Քրքրվեք ձեր ջանի վրա։ Հենց ինչ-որ մի շրջանակներում խոսում է Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, որը կոչվում է impeachment։ Ձեզնից յուրաքանչյուրը հելնում գոռում է, ես որ սկսեմ, ինքն չի միանա։ Մատնացույց անելով իր կողին նստած պատգամավորին։ Կապ չունի դե Ալփի Դավոյանն է, չգիտեմ, Էլով կան դե։ Ու Սերյան Մուշեղիշն է, խոսքի օրինակ։ Դուք ամեն մեկը ձեր վրից այդ ադյալաշնչ շպրտում եք, ասում եք, ես հայրենասեր եմ, ես պատրաստ եմ սկսեմ, բայց ինչ ոչ մեկ չի միանա, ու ինձ բոլորը կասեն պարակտիչ, այսինքն, ձեզնից որ մեկը սկսավ են մյուսները չմիացան։ Ու հետարքիր է, մենդ էլ հետարքիր բան, հետի ուզում էի ասեի, մորացա հիմա նոր հիշեցի։ Համի շատերը կասեն դոգական է, դոգապաշտպան, չէ։ Ես շատ հաճախ ասել եմ, որ դոգի Վարդան Ղուկասյանի տված քֆուների մեծ հատվածի հետ համաձայն չեմ։ Երբ որ ինքը քրվում հայոյում է հայրենիքի համար կռված, պայքարած մարդկանց, հարազատներ կորցրած, խոսքի օրինակ, համաձայն չեմ։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության ձևավորած եւ դատախազի կողմից էտա բալետ բարող ինչ էր անունը աղջի Անա Վարդապետյան մասիկներով, չէ՞, պա շարժումներ, պա շարժումներ անող գլխավոր դատախազ շպակլակ կամն է Անա Վարդապետյանը միջազգային բողոք ներկայացրեց ԱՄՆ դատական համակարգին, ասաց էտա քխմարթն մեր Նիկոլին Փաշինյանին հմեն օրը մեջ, հմեն չէ, օրը մեջ կշնորհա չարուչատնախի կարգավիճակ, դրան կարգի հրավիրեք, էտի անբարոյականն է, բողոքն գնաց հասավ էտա Ամերիկա տեղ, օվկիանոսի վրով էտա չայկի թևերով էսմալ թռնելով,
գնաց խոսավ, բռնին, էմիգրացիոն ծառայություն, դադակերտա, դադաստանակերտա, չէ։ Բայց նույն է դա գլխավոր դատախազ, պաշ շարժումներանող, մասիկներով, էլի։ Աղջի լսիլը, էտա որ կայնաց էտա բութմատիտ մեկել մատիկներիտ վրա։ Են չեղած հետևդ կոլեմիկ չլնմա վերև։ Բամպերն էլի, չէ։ Այդ նույն գլխավոր դատախազը չի նկատում, որ հայկական տիրույթում Հայաստանում գտնվում են մի շարք բոզի բալեք, ովքեր քարոզում են հայատյացություն, ովքեր քարոզում են ազգամիջյան կոնֆլիկտներ, չգիտեմ, հայատյացություն արցախցիների նկատմամբ։ Նույն ինքը ռեզինի պուպուլիկ հոշոտող Ռոման Բաղդասարյան։ Կալգոտկա էր խաքը, երեք մի հատ եմ վիդեո տեսա։ Բաղդասարյան Ռոմանենի սիմպատիչնի էր դու Կալգոտկեքով։ Զգուշելի, այ պալամ, զգուշելի։ Կարող է մի ամիտ հատետ հետ Կալգոտկից, ես մալ սենց թելն գնա, բացվի խասի միջև կու որի ծակի մեջ, են կարին։ Հա, Բաղդասարյան Ռոմիկ։ Էդմալ բոզերին, էդմալ էտա ճնջուլապաշներին, մեր գլխավոր դատախազն չի նկատում։ Ինքն երեկվայան ունենում է տեսողության կորուստ։ Ռեսկի դա տեսողությունը վատանում է։ Այն երջանկա հիշատա Կավենի խաղացող Արմեն Գրիգորյանին, ասին ինչ-որ կոչեր ես անամ, բռնին տարան դատին, եսի միշտ լցին բաժակի մեջ, դատանի դահլիճում իսուլտը խփեց մեռավ այդ տղան։ Օղորմի։ Արմեն Գրիգորյանին, որ իբր ասել էր, որ Շիրակի մարզի եսի մինչ, ես մի բան ասել էր, էլի։ Ինքն հրահրում է եսի մինչ, ազգամիջյան խտրականությունը։ Բա գուզեմ խաս գնամ։ Էտա Մանվել Սարգսյան, այն հոգեկան հիվանդը իջևանցի։ Ռոման Բաղդասարյան, Քոսոտ Ջենջոտ Բերան գնալ Սարգսյան։ Ատոնց գլխավոր դատախազն չի կարում տենա, աղջի Աննա քեզի մի հատ բինոկլ ղրգեմ։ Բինոկլն գիտես ինչա Նիկոլ, հեռադիտակ։ Բինոկլ էլի։ Ձեռներով չէ Նիկոլ Փաշյան, որ գնացել էր Սյունիք, սենց էր անում հեռադիտակն թարս էր դրե աշկերիդ։ Ասում էր բան չտենամ, կորցամ ռեսկիմ, նախկիններն են մեղավոր։ Մի հատ բինոկլ ղրգեմ։ Կարող է մի ամիտ նկատեք այդ բոզի բալեքին։ Բռնեք, պատասխանատվության ենթարկեք, ես էլ ասեմ, տեսեք, Նիկոլ Փաշյանս, իմ հզոր վարչապետս անկողմնակալ է։ Ինքն հզոր է, կապ չունի, որ Լենա Նազարյանն խլինքն կանակ, սարքաշարիկ, կշպրտա ազգային ժողովի դահլիճ, կասի ֆուտբոլ խաղցեք, դիմադիր եւ ընդդիմադիր գործընկերներ։ Հա՞։ Մեր անաչառ, մեր արդար վարչապետ։ Բարա Փաշյան, լսիլ է, բարալ կսեմ։ Էտակ պոպոկ պնդուկ ծոխողի գուխլարգեմ, որ կտնես։ Էս դեմքը դե հասկնամ, որ կնճռոտվելա տարիքի հետ կապված է։ Գլխարգիտ կողերը ինչա կնճռոտվե։ Գոնե քնելուց այդ գլխարգն հանեմ ես գլխից հետ։ Թե Էրդողան բաբամը մարգելելա։ Հա։ Ինձ մոլը հետարքիր ընձի։ Սես կմնձրվեմ, կտվայտեմ, կծխկավեմ օրը 6 անգամ։ Կսեմ մեր պարոն Փաշյանը, մեր հզորը, վերջապես գտավ ինքը իր ճաշակն ու ոճը։ Էտա նորաձևության բանը էլ են, տրապանք էտ, պարոն Փաշյան, կարող է Հայաստանում օդն քեզ չի հերիքը։ Հա։ Կարող է կիսլարոդն թթվածին ընքիչ ակու խմար։ Ես կզարմանամ էլի, էտա սամալոտ սարքել ես տաքսիս Կոզոյի ջորի։ Կոզոն, օղորմի Կոզոյին, լավ մարդ էր։ Գազեր տալեմ, հետո ավտոն հանգցել մեր խալաստոյուրը այդմեր, որ բենզինը քիչ ծախսի։ Լավ մարդ էր, նորմալ մարդ էր։ Հենց Հայաստանում թթվածինն չի հերիքում, Նիկոլ Փաշինյան հելի, ինք իր մազերից կբռնա, Մյունխաուզենի պես։ Սենց կշպրտա սամալոթի մեջ, ճպալով նստին դե։ Լոչիկների վրա կորակսա ապագա, այսան կշեն, կսա դոր տենակ այրոպորտի լույսեր իչեք, ես հետեք ուզեմ հանդիպեմ հայ համայնքի հետ։ Բարոդ Փաշյան, ինչ որակի մեղր է կսես քու հետանցքին, որ տա սենց ճանջեր քագան, էտա խավքվեն կո ճնջուլապաշներ քու գող։ Կարող է գելի տելու ես կոխետելով վզից հետ։ Եղսիկ դորից շորենգետի, կարամ կոխեմ։ Գելի տելով։ Ասմա, ձգողական ուժ ունի։
Բերան բացը խնդմա։ Հետո խնդանք մի քիչ էլի, խնդանք որ մեսից չտրակի, գիտեք։ Լուրջ ակսեմ։ Խնդանք մեսից չտրակի։ Դու այնքան մանրապաճառ ես, մեծագույն, մեծարգո պաբլիտո, որ ադրբեջանցի ոչ մի ղեկավար երբևիցե Հայաստանի կամ հայ որևիցե մի ղեկավարի հասցեին չի կարողացել խոսի նվաստացման տոնով, երբևիցե։ Հա, կարող է ինչ-որ ռազմական հռետորաբանություն խոսար վախտին, հայր եւ որդի որ ասма ինգա եւ անու շորշականներ, չէ։ Էտա իխլամն, ասել արձական, իխլամն, էլի, իխլամն իր պապան, բայց ի տարբերություն իխլամի եղսիկ, իր պապան մի քիչ ավելի խելացի էր, էլի։ Ուղղի առումով։ Բայց երբևիցե կարող է այդ հռետորաբանության մեջ հնային ձեռնել խփերի սեղանին, ասեին մենք էտա Ղարաբաղ հետակ բերենք, էդի մեր տարածքն է, բայց երբևիցե մեծագույն ազնվատոհմիկ նժույգ Պաբլիտո Փաշյան ոչ մի հարևան երկրի ոչ մի ղեկավար Հայաստանի ղեկավարի եւ առավել եւս Հայաստանի հայ ժողովրդի նկատմամբ չի փորձե խոսած ծաղրի տոնով մինչեւ քո գալը չի փորձե նվաստացնի կամ Հայաստանի ղեկավարին անվանի հարբեցող ծաղրացու ինչպես քեզ կրկնեմ եւս մի անգամ Հայաստանի ոչ մի ղեկավար Հայաստանի 3-րդ հանրապետության չի այցելել Սյունիք եւ չի արժանացել ողջույն բոզի տղա մի անձնյա տիտղոսին։ Պարզ դեմարդեմ, էլի, ասես կսա տետ։ Ողջունում եմ, հիշում ես, պարոն Փաշյան, ռուպերն։ Ողջունում եմ ձեզ Ժորժ ջան։ Այն որ կողից կշտից անուշապեները կսեին ողջույն բոզի տղա։ Գիշաս, չէր լսում։ Լսողությունը ծանրացել է եղսիկ, մեծացել է այս մարդը։ Կերան քրքրին էսա նախքիններ են սրան։ Անջիգար ժողովուրդ են, չէ, պարոն Փաշյան։ Հələ մի հատ էլ առանց պրիտենզիա մի հատ խարցակ ուզեմ տամ մեր ընդդիմադիր նախագահներին, էլի։ Երկրորդ նախագահ, երրորդ նախագահ։ Այն որ մեկ-մեկ ելնեք բաներ կսեք, լավա կենեք, ձեր իրավունքն է, բան չսի։ Բայց ես վերջերս լսեցի Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փոքրիկ, ոչ թե ասուլիս, այլ լրագրողների հետ հանդիպումը։ Սիրում եմ Սերժ Սարգսյանին, 3-րդ նախագահ մեր։ Ասեց մեր բոլոր գործողությունները մոտարապես եմ հիշում միտքը։ Կազմակերպված են եւ մենք չենք թողնի որ հասնի այն օրվան, որ այս խլինքը փոխի սահմանադրություն եւ ընդեղից հանի անկախության հռչակագիրը։ Միտքը մոտարապես տենց եմ հիշում, կարող է սխալ եմ հիշում, բայց մոտարապես միտքը տենց եմ հիշում։ Տեսնում եմ հասկանամ, բա այս բոզի տղու մյուս քայլերը, պարոն նախագահ, ինչ եք թույլ տալի։ Եթե ձեր գործողությունները բոլորը համակարգված են։ Այդ միակ հարցն ունեմ ձեզ։ Ժամանակը չի լը Նիկոլ վռնդելու։ Այդ հարցը նաև ուղղում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Լրիվ էսթետիկա եւ էթիկայի կանոնների մեջ։ Ու մի հատ էլ հարցնամ ու ռադս քաշեմ եթամ, որ ասում արի դու իմ տեղը խորոված արա, ես քո տեղը սիկտիրից քաշեմ եթամ, այն կարգին հումորի մեջ, կարգին հաղորդումին։ Հազարավոր հայեր ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթով վառեցին Թուրքիայի Ադրբեջանի դրոշը, քայլեցին, երգեցին, չգիտեմ, հայրենասիրական կոչեր, մղումներ, լավ են անում, ապրեք։ Դուք ցույց տվեցիք, որ հայ հոգին անկոտրում է, հայը պահանջատեր է, հարց չկա, ընդունում եմ այդ տարբերակը։ Բայց ուզում եմ հասկանամ, այդ հազարավոր հայերով, ջահերով, երգելով, խրոխտ քայլելով, կարելի էր կոորդինացնել ձեր քայլերը դեպի կառավարական ամառանոց։
որտեղ գտնվում էր հարբեցող ծաղրածուն։ Բախի չգնացիք։ Այդ քալերթը համակարգող անձնավորությունները չեն հասկանում, որ հայը հոգնել է խայտառա կլնելուց։ Որ հայը գիտի եւ հասկանում է, ով էլ կա նստի այդ աթոռին, կրփելու է, չրփելու է, ուտելու է։ Որ հայը չի ուզում դառնա գաղթական։ Հայը չի ուզում իր երկրի ղեկավարը հլնի ասի տղեկը զոհվեցին հանուն ոչնչի։ Հայը չի ուզում այդ ղեկավարի աթոռին տեսնի մեկին, ով ասի մեր գերիները մի 2-3 ամիս կսպասեն, բայց դրանից անցել է 3 տարի, եթե ոչ ավել։ Այդքանը չի գալի որպես տեղեկատվություն, որպես ինֆորմացիա հասնում ձեզ։ Բախի։ Ու երևի վերջում ասեմ են, ինչ ասացի եթերի սկզբում։ Հարցը մենակ Նիկոլի մեջ չի։ Հարցը Նիկոլի մտածելակերպն ու հայեցակարգը կիսող մեզնից շատ հայերի մեջ է, որոնց ներկայությունը մենք ուզենք թե չուզենք, պիտի տեսնենք ամենօրյա ռեժիմով։ Ուզենք թե չուզենք։ Վազգեն Միրզախանյան, Բալթյան երկրների հայ եկեղեցու առաջնորդ, հոգևոր թևի առաջնորդ։ Հարց տվեցին Նիկոլ Փաշինյանին, որ ինքը իր քաղաքականության մտած պահից ասում էր Արցախը տանք հանգիստ ապրենք։ Արցախը տվեցիր, բոզի տղա, հանգիստ ապրում ենք։ Այդ հարցը տվեցիր։ Բախի չէ։ Առաջը մեզ քանը։